Ողջունում եմ շատ սիրելի հեռուստադիտողներին, մենք աշխատում ենք ABC հեռուստակայանի եթերում եւ իհարկե մեզ կարող եք ունկնդրել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով, իհարկե կրկին մեր թեմաները անբաժան են մեզանից, մենք Սփյուռքի առաջ ենք եւ այսօր շատ հետաքրքիր հյուր ունեմ, խոսելու եմ նրա հետ մեր իրականության մասին, այսօր իմ տաղավարի հյուրն է Սիրված երգչուհի Շպրոտը եւ ողջունում եմ նրան եւ ասում եմ ողջույն, լավ ես Անի ջան, Շպրոտ ջան։ Ինչպես քեզ հարմար է, Անին ամենաճիշտն է։ Այո, բայց իմիջիայլոց մի հատ ի սկզբանե մի հատ նոր սերունդի համար երևի, հա, մի հատ այդ Շպրոտ մասը անցնենք ու շարունակենք մեր եթերը, ինչի համար Շպրոտը դրեցիր։ Քեզ շատ են չէ՞ տվել այս հարցը։ Հա, շատ, ամենաշատ տրվող հարցը սա է եղել իմ ողջ կյանքի ընթացքում։ Անկեղծ ասած, երիտասարդ էի եւ բողոքներ ունեի շատ։ Հետո հասկացա, որ եթե մնամ Անի այդ ժամանակահատվածում շատ արտիստներ կային, իսկ ինձ օդ ու ջրի պես պետք էր, որ ես առանձնանայի եւ ինձ հիշեին։ Եվ ես ընտրեցի այդ հիմար անունը, որպեսզի մարդիկ ինձ հիշեն ու մնաց վրաս այդ հիմար անունը։ Բայց ված չես զգում, որ փողոցում ասում են Շպրոտը բան։ Չէ, շատ արդեն սովորել եմ այդ անվանը։ Հարմարվեցի, այո։ Լավ, ինչ կա չկա։ Լավ եմ, Գրիշա ջան, հա, լավ եմ, չնայած այս հրդեհներին Փառք Տիրոջը մեզ չհասավ, բայց գիտեմ, որ շատ շատերը դժվեցին եւ մեր հայրենակիցները եւ դպրոց էլ կորցրեցինք ցավոք սրտի։ Մեզ չհասավ, բայց վախենալու էր բավական։ Երևի դու էստեղ ես եղել, տեսար, հա, շատ վախենալու էր, երբ առավոտ արթնացա եւ տեսա, որ երկինքը սև է եւ ժամը 8-ն էր, բայց մութ էր։ Դաժանությունը մեզանից չի հեռանում, այս իրականության մեջ։ Մի խոսքով։ Լավ, մեր իրականության մասին խոսենք, այսօր դու էլ ես շատ հարցերում բարձրաձայնում, մենք անդադ ականատես ենք լինում, որ ինչ որ բաների չես համակերպվում, ինչ որ երևույթների չես ընդունում, դու էլ պարզապես ճշտախոս մարդկանցից մեկն ես մեր իրականության մեջ, ու ինձ համար շատ հետաքրքիր է, լավ, մինչև երբ սենց ու մինչև ուր սենց, այսքան անտարբեր, այսքան անհասկանալի, այսքան ոչ միասնական, չեմ ասում ինչից սկսվեց, որովհետև ամեն մարդ ունի իր ուրույն պատճառը, ինչից սկսվեց, դե բնականաբար, այսքան աղետներ, այսքան դժվարություններ, պատերազմներ եւ այլն։ Բայց չես կարծում, որ այս ամենից հետո մեզ ավելի շատ համախմբվածություն է պետք, ոչ թե այսքան տարանջատումներ։ Ես կարծում եմ, որ երբ որ շատ դժբախտություններ են անձի կյանքում լինում, չեմ ասում ազգի, որտեղ համարյա նույնն է դառնում, երբ անձի կյանքում շատ վրա դժբախտություններ են լինում, գալիս է բթացում։ Ոնց որ պաուզայի մեջ քեզ տնես, որպեսզի պաշտպանվես եւ դա քեզ կարա հետ տանի, չնայած իմ կարծիքը անտարբերության, միակ պատճառը, որ հայը փորձում է հայ մնալ առանց քրիստոնեության եւ առանց Աստծո, որովհետեւ անհնար է դու մնաս հայ, պահես քո հայ լինելը առանց հավատքի։ Ինչու եմ ես հիմա սա սենց վստահ ասում, ես առաջ այսպես չէի մտածում, երբ որ ես սկսեցի մեր պատմությունը ուսումնասիրել։ Հայոց պատմությունը։ Դե հիմա դա վերանում է կամ կամաց։ Չնայ, ես իմ ինքնությունը սկսեցի փնտրել, որովհետև ողջ իմ կյանքում ես եղել եմ շատ օտարամոլ եւ ինձ եվրոպական արժեքները շատ դուր են եկել։ Գիտես, երևի իմ ոճից։ Եվ պատերազմից հետո ես հասկացա, որ ես կորցնում եմ իմ հայրենիքը եւ ես ինքս էլ արդեն Միացյալ Նահանգներում չգիտեմ ես ով եմ, անհայրենիք ինչ որ մեկն եմ։ Եվ սկսեցի, ասացի մա հասկանամ ով եմ ես։ Լավ, հավատքս, պատմությունս, ու սկսեցի խորանալ, սկսեցի գրքեր կարդալ, այն գրքերը, որ դպրոցում երբեք չեմ կարդացել, ասենք Եղիշե, սկսեցի կարդալ եւ բոլոր մեր գրողներն ու պատմիչները, չգիտես ինչու մեզ ինձ, հա, որպես պապիկ կամ որպես դասատու միշտ տանում էին դեպի հավատք, դեպի քրիստոնեություն։ Եվ ես հասկացա, որ քրիստոնեությունը ընդունելուց անմիջապես հետո մենք ստեղծել ենք մեր տառերը։ Մենք չենք պատերազմել այդ ժամանակ, մենք եղել ենք մեծ գերիշխանությունների տիրության տակ, չէ, բյուզանդացիների ու պարսիկների, բայց դրա հետ մեկտեղ մենք ստեղծեցինք մեր տառերը եւ ես վերջերս մի շատ հետաքրքիր արտիկլ էի կարդում, որտեղ գրված էր տառերը ստեղծելուց հետո հայը ավելի հայացավ եւ հայը լուսավորվեց եւ համարում են մեր լեզուն դա մեր զենքը դարձավ ուրիշ այդ մարդկանց ուրիշ իշխանության տակ ուրիշի իշխանության տակ որ վտանգի մեջ էին կկորցնենք մեր մշակույթը մեր հավատքը մեր ամեն ինչը հայը դառնում է քրիստոնյա ստեղծում է իր տառերը եւ սկսում է թարգմանություն անել Աստվածաշունչը եւ հենց կներես նորից քեզ ընդհատեմ երբ որ ես աղանդավոր էի իսկ ես եղել եմ աղանդավոր աղանդի մեջ հայը հանած է աղանդավորների մոտ
հայը հանված է, Իսկ աղանդին որ աղանդիներ։ Կյանքի խոսքի եկեղեցուց են եղել բողոքական։ Բայց նրանք էլ են, չէ՞, քրիստոնեություն։ Այո, նրանք քրիստոնեություն ընդունում են, բայց նրանք բողոքականներն են Եվրոպայից բերված։ Բողոքականները առանձնացել են կաթոլիցիզմից 1500-ական թվականներին եւ բերվել է Հայաստան դեռ շատ վաղուց, այնպես չի որ նորեն, ուղղակի հիմա շատ են շատացել եւ բողոքականության մեջ ես երկար տարիներ մնացել եմ։ Այնտեղ միակ կարող եմ ասել հայ բանը, դա հայերեն խոսելն են եւ հայերեն են կարդում Աստծո խոսքը։ Եվ ընդհանրապես, երբ կարդում ես Աստծո խոսքը, ազգություն այնտեղ կան ազգերի մասին խոսում են, բայց Աստված չի նայում քո ազգությանը, Աստված նայում է քո մարդ լինելուն։ Եվ Հիսուս Քրիստոսի պատմությունը նա էր, որ եկավ մեզ բարիշացնի Աստծո հետ։ Հասկացաք, բայց արի ու տես, երբ որ ես սկսեցի իմ պատմությունը կարդալ, ուղղակի ծանոթանալ մեր մեծերի գրվածքներին, այգեկցի սկսեցի կարդալ ոչ թե նրա հեքիաթները, այլ նրա ճառերը, Մանդակունի, Եղիշե սկսեցի կարդալ, մեր սրբերի գրականության հետ երբ ես ծանոթացա, ես իմ ինքնությունը նոր հասկացա հայը ով է եղել, հայը ինչ մեծ գործ է արել հայության համար, իր հավատքի համար, այսինքն հավատք եւ հայություն դա մի բան է, մեր արյան մեջ է։ Եթե դու ասում ես հավատ, դու ի նկատի ունես քրիստոնեություն։ Իսկ այսօր մեր հասարակությունը հարցեր է տալի, ինչու են կանտարբեր, ինչու է այսպես, ինչու եղավ պատերազմ, սա է մեղավոր, նա է մեղավոր, նոր դրսում ինչ էինք խոսում, դու ասում էիր, եթե մենք սկսենք փնտրել մեր մեջ խնդիրը մեր մեջ եթե նոր կսկսի մեզ մոտ փոփոխություն լինել իսկ մինչև դա մեղադրելով նախկիններին հիմիկվաններին ներկաներին մեղադրելով չգիտեմ գերպետություններին մեր թշնամի երկրին մեղադրելով դու ոչ մի փաստորեն ելք չես գտնում որովհետև հայի ելքը միշտ եղել է Քրիստոսը հասկանալի է բայց հիմա տվյալ ժամանակահատվածում քաղաքականությունը այնքան գորշ է ու այնքան անիրական է թվում երբեմն որ մենք քայլում ենք ոչ թե քրիստոնեության ճանապարհով, այլ իրականում քայլում ենք դեպի քաղաքականության ճանապարհով, որը որ ստեղծում են նույն քո ասած գերտերությունները, տվյալ քաղաքական գործիչները եւ նրանք էլ գորշ են ստեղծում։ Հիմա բա նրանց համար Աստված չկա, չեն վախենում Աստծո։ Գիտես, միշտ դա եղել է։ Հիմա նորություն չի սա աշխարհում եւ Հայաստանում։ Միշտ էլ եղել են վատ քաղաքական գործիչներ, միշտ էլ եղել են անհավատ քաղաքական գործիչներ, բայց հայը միշտ ընտրել է Աստծուն։ Դրա համար, եթե այսօր հայ ժողովուրդը չընտրի նորից Քրիստոսին, նորից չգնա իմ նման չհետազոտի, իր ինքնությունը չգտնի, ինքը չի կարա պահի այդ հայրենիքը։ Ես բարբերաբար ասել եմ իմ Մենք այսօր ունենք հերոսներ։ Ցույց տուր ինձ այսօր կամավորական խումբ։ Ներողություն, այսօրվա հերոսները ըստ մեր այսօրվա հանրապետության վարչապետի դրանք հարկատուներն են այլևս։ Այն հերոսների ում մասին որ դու խոսում ես, նրանք էլ հերոսացման ինչ որ փուլ չեն ապրում եւ մեր համար մեր արժեքներից դուրս են գալիս կամած, որովհետեւ մեր հանրապետության ներկայիս վարչապետը ասում է հերոս է այն մարդը ով հարկ է վճարում հերոս է այն մարդը ով աշխատանք ունի հերոս է այն նման տիպի ինչ որ այսինքն ինքը չի գնում պատմություն ինքը ընդհանրապես ասում է պետքա վերացնել հայոց պատմությունը եւ դպրոցի դասագրքերը պետքա լինեն Հայաստանի պատմություն այլևս արևմտյան Հայաստան գոյություն չունի արևմտյան Հայաստանը դա Մարալիկն է Շիրակի մարզն է չգիտեմ արևելյան կողմը էս մյուս կողմն է եւ այն ինչ որ ունենք պատմությունից վերցրած դա այլևս պետքա մոռանանք ջնջենք մենք պետքա ստեղծենք Հայաստանի պատմություն։ Okay, երբ երեխան մեծանում է, ով է նրան դաստիարակում։ Նրա պապիկը, տատիկը, մաման եւ պապան եւ դպրոցում ես, չէ՞, քեզ արժեքներ։ Եվ փողոցը, ընդունենք նաեւ փողոցը։ Քեզ ով է տալիս արժեք։ Առաջին արժեքդ քեզ ով է տալիս։ Ծնողներդ, մանկապարտեզը, չէ՞, մարդն է, չէ՞ տալի։ Հիմա եթե դու խելացի ես, դու սովորում ես քո մեծերի սխալներից եւ լավ դասերել ես նրանցից վերցնում։ Դու չես կարող անտեսել պատմությունը։ Եթե դու պատմությունը անտեսես, դու մնում ես առանց արմատ, դու էլ չես սնվում քո պատմությունից ու քո հողից, դու բերում ես նոր արժեք։ Ում արժեքն ես բերում։ Այն երկրների ում մոտ ստացվել է, ասենք թե, բայց արդյոք այդ երկրների մոտ ստացվել է։ Արդյոք Միացյալ Նահանգների մոտ ստացվել է, արդյոք եվրոպական արժեքները այնպես արեցին, որ Եվրոպան զարգացավ։ Ինքը հնացած ինչ որ արժեքներ է բերում մեր երկիր ու փորձում է հասարակություն ձևավորի, հասկանում ես։ Հաստինք Սասուն մտնենք Վան, Մուշ Ալաշկերտ Արդահան Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև կետեր, իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև կետեր, ինձ բանակ մի տարեք, նորից նույնա կրկնում, այս բաժակով հոտնք այս խմենք, այս պահի սահմանին կանգնած զինվոր, ինչ-որ իրոնիաները գրում, այս մարդը գրում է, չգիտեմ և ինչի համար այս բաները անում, առհասարակ
մեր մեջ ինչ է ուզում վերջացնի, կոտրի, դա եմ ուզում հասկանամ։ Ես կամավորականի հոգին, իմ պապան կամավորական է։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչի համար է նման բաներ անում, ես դա եմ ուզում հասկանամ։ Ինչի է, ասենք, ձվածեղ սարքում եթեր ցույց տալի, ինչն է նպատակը, կարած որպես հայ մարդ, հայ կին, հայ աղջիկ, հայ երգչուհի, հայ հայտնի անձնավորություն, ինչ որ ձևով բացատրես, ինչ է այս մարդն ուզում ասի սրանով։ Ասեմ, որպես Instagram վարող մարդ բավականին արդեն երկար տարիներ եւ որպես հանրային մարդ գոյություն ունի պրոպագանդա եւ գոյություն ունի ինչպես վստահություն դպրոց է դա, ինչպես վստահություն առաջացնես քո հետևորդների նկատմամբ։ Որպեսզի դու քո հետևորդների նկատմամբ վստահություն առաջացնես, դու պետք է քո ներքին կուխնյան ցույց տաս, այսինքն քո կյանքից որոշ դրվագներ ցույց տաս, դառնաս մի քիչ հասանելի։ Օրինակ նախկինները անհասանելի էին, դու չգիտեիր նրանք ինչպես են ապրում, մոտա լեգենդներ պատտվում էին, բայց այս մարդը ինքը փորձում է հասանելի լինի, այո, եւ հասարակ կինը, ով, չգիտեմ, երեխաների եւ ընտանեկան ինչ որ զբաղմունքներով է զբաղված, ճաշ է պատրաստել, երբ հանգստանում է, ինքը չի մտածում, որ քաղաքական գործիչը պիտի լինի ուժեղ եւ կարողանա ներկայացնի իր ազգը, կարողանա ճիշտ որոշումներ, չէ, ինքը ուզում է մեկին, ում ինքը կվստահի ու կսիրի։ Իսկ դու աղջկան կարող ես համոզել, որ ինքը ինչ որ մեկին չսիրեց։ Դու չես կարա։ Սիրում են այդ մարդուն, սիրում են իրան ձվածեղ պատրաստելուց։ Իրանք չեն խորանում, որ այս մարդը ինչ որոշումներ կայացրեց այսօր մեր ազգի համար։ Ես երբ որ կոնտենտ եմ անում, շատ արագ մարդիկ ինձ վստահում են։ Չէ, դու երգչուհի ես, դու հայտնի մարդ ես, դա տարբեր բնագավառ է, բայց ասենք այս բան մարդը երկիր է ղեկավարում։ Եվ երկիրը 5 րոպեն պակաս պատերազմի ընթացքի մեջ է, Ալիևն ընդեղից ամեն րոպե պատերազմի հոխորտանքներ է շպրտում։ Բայց մենք նստած էս մոլորված ազգը։ Ինքը որպես բլոգեր շատ լավն է։ Դե եթե ինչ-որ մի բան գիտիր, քո կոնկրետ ասի, որ Ժորժ ջան, պատերազմ չի լինելու, հանգիստ եղեք եւ այլն, գառանտիաներ տա եւ այլն, մարդիկ իմանան, իրանք էլ բլոգ անեն։ Բայց այսօրվա դրությամբ մարդիկ իր բլոգը նայում են, ասում են, այ մարդ, այնտեղ սահմանը խառը իրավիճակի մեջ է, դու ստեղ ձվածեղ ես պատրաստում կամ այս ազգային արժեքներն ես ծաղրում։ Հիմա նայ, ես երգչուհի եմ, ես բլոգեր եմ, ես կարամ երկիր կառավարեմ։ Ես չեմ կարա։ Դե հիմա չգիտեմ ոնց կարա կառավարի։ Հիմա նայ, Զելենսկին դերասան է, կարում է երկիր կառավարի։ Դե քանդեց երկիր էլ ինչ կառավարի։ Հասկանում ես, որպեսզի դու զբաղվես քաղաքականությամբ, դու պիտի ունենաս տաղանդ քաղաքականությամբ զբաղվելու։ Չնայած որ ես չեմ հարգում այդ մասնագիտությունը, որովհետև կարծում եմ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է քաղաքականություն։ Դե պրեզիդենտ Ռեյգանը դերասան էր, բայց երկիր էր կառավարում։ Որովհետև ինքն էլ Իրանն էլ էին ընտրել։ Հա, բոլորը ընտրածոներ են։ Նուսմատրյա իր հետևը ով էր կանգնած, սենց ասեմ։ Եթե ինքը դերասան կամ սաքսոֆոնիստ կամ ժուրնալիստ է, ինքը իր գործն է լավ անելու, այսինքն ժուրնալիստիկան։ Դու չես կարող կառավարել երկիր։ Նայ Դոնալդ Թրամփը ինքը բիզնեսմեն է, բայց կկարողանա, ես իրան վստահում եմ, ինչու, որովհետև մեծ բիզնեսներ կնքելու համար քեզ պետք է այդ իմաստությունը ու դու պիտի ճանաչես քո դիմացի թշնամինով է։ Դրա համար կամ Պուտինը, չնայած որ ինքը մարդասպան եւ առնախում է, այդ մարդը գիտի գաղտնիքները, ինքը չոր է, այսինքն որպեսզի դու երկիր կառավարես, դու ինչ որտեղ պիտի լինես չոր եւ ոչ թե լինես հասանելի բլոգեր։ Եթե դու համել լինես չոր ու բլոգ վարես, ոնց որ Դոնալդ Թրամփը ունի TikTok, դա օքեյ է, ես քեզ ավելի շատ կսիրեմ, որովհետև համել տեսնում եմ, որ դու իմ երկիրը փրկեցիր, դու պետականության, ոնց ասեմ, ազգակենտրոն մարդ ես։ Ես տեսնում եմ, որ դու իմ երկրի համար լավ գործ ես անում, ոչ թե փորձում ես վերացնես իմ արժեքը, իմ կրոնը, իմ կամավորներին, իմ պապայի արած թափված արյունը դու ասում ես։ Հա, չէ, հասկանում ես։ Ասма ժամանակի մեջ պետքա տրվի այն իրավիճակը, որ պետքա մոռանանք այդ ամեն ինչը։ Առաջին բանը, ես շատ կուզեմ, որ մեր ղեկավարը լինի քրիստոնյա, որովհետև երբ դու քրիստոնյա ես, քո մոտ արդեն կա աստվածային իմաստություն, դու աղոթում ես։ Պիտի լինի քրիստոնյա, ոչ թե հպարտանա, որ ինքը եկեղեցում չի ամուսնացել իր կնոջ հետ, օրհնված չի, այլ ընդհակառակը պիտի ասի չէի արել, որովհետև սովետում էինք, բայց այսօր որոշեցի որպես քրիստոնյա գնամ օրհնվեմ։ Հասկանալի է, լավ, մի փոքր ընդմիջենք, ասենք գովազդային կարճ դադարի շարունակենք մեր զրույցը, շատ հետաքրքիր ենք զրուցում։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, կրկին անգամ ձեզ հիշեցնում եմ Երևան շիփինգի հրաշալի արժեքների մասին, այնպես որ դուք կարող եք ծանրոցներ ուղարկել դեպի Հայաստան, սիրելի բարեկամներ, pound ընդամենը 2.99 արժեքով, նման հեքիաթային արժեքներ միայն առաջարկում է Երևան շիփինգ ընկերությունը, եւ երկու դրամ ուղարկեք դեպի Հայաստան, ընդամենը 1%-ով գովազդի այս պահի մեր եթերում։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։
Մի տոկոս, հա։ Այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենբել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստատողներ, շարունակում ենք մեր եթերը, նրանք ով այս պահին միացան մեզ, տեղեկացնում եմ, որ դուք մեզ հետևում եք ABC հեռուստակայանի եթերով եւ իհարկե Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով, իմ հյուրն է Շպրոտը, երգչուհի, եւ մենք խոսում ենք շատ կարեւորի մասին։ Խոսում ենք, ես ուզում եմ մեջ վարչապետի հարցները մեջ բերեմ, թեև այսօր մեր իրականությունը ամբողջովին կապված է նրա առօրյայի հետ, որովհետեւ անընդմեջ ինչ-որ տարբեր մի բաներով հանդես է գալիս, որը որ չգիտեմ, շատերի համար անընդունելի է, շատերի համար ընդունելի է, որ կարդում եմ այսպես համընդհանուր, երբեմն շփոթվում եմ ինչա տեղի ունենում։ Համենայն դեպս, լավ, մենք խոսեցինք աստվածաբանության, քրիստոնեության մասին, այսպեսի մի հարց, ես առաջնային մեր եթերներում պարբերաբար ասում եմ, որ մեր մեջ երբ պակասի Աստված, Աստծո սերը երբ պակասի, մեր սերն էլ մեր նկատմամբ կպակասի, առաջինը պետք է Աստված սիրենք, նոր սիրո գաղափարը զգացմունքը լցվի մեր հոգու մեջ։ Հիմա այսպեսի մի բան եմ ուզում հարցնել։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հիմա էլ եկեղեցու հետ ընդհարվություն եղավ, չէ՞։ Տեսնում եք մեր կառավարությունը կոնկրետ եկեղեցու հետ չունի ինչ որ ընդհանուր մի բան, ասենք, նման տիպի բաներ են տեղի ունենում։ Կրկին նորից վերադառնում ենք վարչապետի թեմային, վերադառնում ենք կաթողիկոսի թեմային։ Այդ տարաձայնությունները հասկանում եք, սա էլա չէ բերում ժողովրդի պառակտմանը։ Այսինքն Իհարկե։ Այստեղ ինչ պիտի հարց բարձրաձայնի սովորական քաղաքացին, Սփյուռքում ապրող, Հայաստանում ապրող, ի՞նչ է տեղի ունենում։ Ընդհանրապես նորից պիտի գնանք պատմություն, որովհետև երբ գնում ես պատմություն եւ կարդում ես ուղակի Վարդան Այգեկցու գիրքը, այնտեղ գրված է, որ մի իշխան Վարդան Այգեկցուն ասում է մի հատ նենց քարոզի գիրք գրի, խրատի գիրք գրի, որ հասարակ գյուղացին հասկանա այդ լեզվով։ Ու Վարդան Այգեկցին այդ նամակի մեջ ասում է, օքեյ, ասում է, կվերցնենք սենց թեմա, ավելի պարզ կխոսեմ, ավելի տենց ճոխ բառեր չեմ օգտագործի, որպեսզի հասարակ ուրեմն ժողովուրդը հասկանա Քրիստոսի արած աշխատանքը, եւ փաստորեն իշխանը հովանավորում է, որպեսզի այդ գիրքը Այգեկցին ստեղծի, գրի։ Հովանավորչությունը ստանում է իշխանից։ Հիմա, եթե մենք նայենք նրանց հարաբերությունը, հոգևորական եւ իշխանավոր, իրանք ընկերներ են եղել։ Այսինքն, եթե դու իշխանավոր ես եւ չունես խոնար չի քո սիրտը, դու հոգևորականի հետ ընկերություն չես անի։ Այսօր մեր իշխանությունը հոգևորականի հետ ընկերություն չի անում, որովհետեւ ասում է, որ հոգևորականների վարքը փչացած է։ Բայց Մանդակունին, Հովան Մանդակունին, էլի մեր մեծերից է, 1500 տարի առաջ համարյա մոտավորապես, նա ասում է, որ դու պարտավոր ես քահանային հարգես, նույնիսկ եթե նրա վարքը լավը չի։ Օրինակի համար գնում ես բժշկի, բժիշկը քեզ տալիս է գլխացավի դեղ ու դու չես խմում այդ կամ անտիբիոտիկը, որովհետև ասում ես, այս բժիշկը սիրած ունի։ Դու կվերցնես այդ դեղը ու կթռնես, չէ՞, բժշկի սենյակից։ Եթե քահանայի վարքը քո դուրը չի գալիս, մեկը, եթե դու քահանային խոսացնում ես, ինքը Աստծուց է խոսում։ Ինքը Աստվածաշնչից դուրս չի խոսում։ Եվ քահանան, եթե քեզ փորձի ինչ-որ խորհուրդ տա հայրենիքի համար, օրինակ Արցախը մի հանձնի, արի ուրիշ մի բան անենք,
Դու պիտի իրան լսես, դու պիտի այնքան խոնարհ լինես նարեկացու նման։ Իսկ որpիսի դու իմանաս նարեկացու խոնարհությունը, դու պիտի կարդաս նարեկացի, որ հասկանաս թե ինչ լավ բան է խոնարհությունը, եւ որ քահանայի վրա կա Աստծո օծություն, ինչքան էլ քահանան վարքից թույլ եղավ, կողքից չգիտեմ երեխեք ա ունեցել կամ ամուսնացել ա, որի համար Աստված իրան պատժելու է հաստատ։ Բայց մենք չենք դատողը։ Դու պիտի չնայես քահանայի վարքին, դու պիտի նայես թե քահանան քեզ ինչ է ասում։ Իսկ որpիսի դու ունենաս ընկերություն քահանայի հետ, դու պիտի լինես քրիստոնյա, պատկանես առաքելական եկեղեցուն։ Այսինքն մեր վարչապետը քրիստոնյա չի։ Ես կարծում եմ, որ իրենք իրենց համարում են քրիստոնյա։ Այսօր շատ աղանդավորներ իրենց համարում են քրիստոնյա, հասկացաք։ Այսօր մուսուլմաններն էլ են ընդունում, որ Քրիստոսը եղել է մարգարե։ Դևերն էլ են ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Այսինքն կապ չունի, դու կարաս ընդունես, որ Հիսուսը եղել է, եկել է 2000 տարի առաջ, բայց դու չպահես Հիսուսի պատվիրանները։ Արդյոք մեր իշխանությունը, ես չեմ ուզում կենտրոնանամ այսօր վարչապետի վրա, արդյոք այսօրվա մեր իշխանությունը ինքը փորձում են պահել Քրիստոսի պատվիրանները։ Всё։ Այդ միակ հարցն է։ Որ իրան լսում ես, ինքն է այդ ամեն ինչը առաջարկում, որ եկեղեցու ձատ ավելի շատ ինքն է ասում, որ պահեք պատվիրանները։ Ով է շնորհավորում մեր նոր տարին առաջինը, այս 2 տարի է արդեն։ Ինքը մեր քահանան էլ մեր եպիսկոպոսը չի շնորհավում։ Չէ, Գարեգ կաթողիկոսը էլ չի շնորհավորում։ Շնորհավորում է, պարզապես չեն հերարցակում։ Ոչ, առաջինը ինքը չի։ Առաջինը հանրայինով, չէ, առաջ միշտ ինքն է եղել։ Առաջ միշտ ինքն է շնորհավորել, շատ կարճ խոսելա շնորհավորելա։ Ինչու, որովհետև մենք համարում էինք մեզ քրիստոնյա։ Իսկ այսօր ինքն է առաջինը խոսում, այսինքն երկիրը առաջնայինը։ Եվ ձայնազրկում, հանրային հեռուստատեսությամբ անգամ չեն հերարցակում։ Դրանով դու ինչ ես ցույց տալիս որպես երկրի ղեկավար, որ այլևս Աստված եւ քրիստոնեությունը մեզ համար առաջինը չի։ Սրանից ավելի կարևոր է պետական, չգիտեմ, որ հենց նոր սկսել էինք, ինչ ասեցիր, այսօր ավելի շատ կարևոր է հարկատուն։ Այո, հարկատուն։ Օրենքը աստվածացրել ենք, բայց մարդու գրված օրենքը, իսկ Աստծո օրենքը մոռացել ենք։ Իսկ Միացյալ Նահանգների կոնստիտուցիան գրված է Հիսուս Քրիստոսի օրենքների վրա, գիտեիր։ Դե չէ, ես գիտեի, որ սովետական սոցիալիստական պետությունների դաստիարակչական մեթոդիկան էր քրիստոնեության հիմնական մասի վրա գրված, ես լավ գիտեմ, բայց փոխած էր, էլի, ամեն ինչ տվել էին Լենինի եւ Մարքսի ուղղությամբ։ Հա, չէ, նրանք անաստվածներ են եղել, այդ փիլիսոփաները։ Դե անաստվածներ են եղել, բայց այդ գաղափարն են վերցրել։ Հա, եւ փորձել են մեր եկեղեցին վերացնեն, խեղճացնեն մեզ, չնայած որ այսօր ռուսները շատ սկսել են հավատալ Աստծուն։ Լավ, խոսում ենք այս ամեն ինչի մասին, սա էլ է կարևոր իհարկե, մեր ժողովուրդը պետք է Աստծուց չհեռանալ, բնականաբար։ Դա է միակ պատճառը, Գրիշա։ Վստահ ես։ Հա, որովհետեւ մենք փորձեցինք ամեն ինչ։ Facebook-ը որ կարդում ես, մարդիկ այնքան լավ առաջարկներ են տալիս։ Չգիտեմ, ուրիշ երկրների հաջողություններից բերում առաջարկություններ են անում, կոնստիտուցիայի ինչ որ փոփոխություններ են ուզում, քֆրտում են վարչապետին, քֆրտում են հոգևորականներին, ներողություն լեքսիկոնի համար, հայհոյում են հոգևորականներին, փորձում են գտնել երգեր։ Այսօր կան շատ պոլիտիկ ինչ որ տենց անալիտիկներ, հա, քաղաքական, ովքեր փորձում են ելք գտնեն այս ամեն ինչից, բայց եթե դու չվերադառնաս Հիսուս Քրիստոսին, որովհետև Աստծո հետ հնարավոր է ղեկավարել երկիր։ Շատ հեշտ է, բայց դու պիտի ծանոթանաս առաքելական ուսմունքին։ Հասկանալի է, լավ։ Իսկ եթե դու առաքելական ուսմունքը չգիտես, որն է, դու չես կարող կառավարել առողջ հասարակություն, չես կարող։ Դու վերցնելու ես ինչ որ մեկի օրինակը, բերես քո երկիր ու էքսպերիմենտի ենթարկես քո ժողովրդին։ Այն ինչ որ այսօր անում են։ Սփյուռքի անելիքի մասին խոսենք մի քիչ։ Սփյուռքում Սփյուռք, այո, դու այստեղ ես ապրում արդեն երկար տարիներ եւ հիմա մենք էլ ենք այստեղ եւ մենք նստած ենք հիմա Սփյուռքի առաջ մեծ մասամբ եւ ընդհանուր առմամբ հասկանալի է։ Հիմա մենք խոսեցինք վարչապետի մասով, խոսեցինք պետության մասով, խոսեցինք հայրենիքի մասով։ Շատերը կլինեն, որ մեզ հիմա կոմենտարիաներում կասեն դուք վերընկեք ձեր տեղերը, ինչպես միշտ գրում են, հենց այդ բառերով։ Ձեր ձայնը հերվից դուք գնացեք, նստեք, չխոսակ Հայաստանի մասին, եկեք ստեղ, չնայած մենք իրանցից շատ ենք լինում այնտեղ, բայց ուզում եմ ասեմ, հա, մեր այնպես չի որ կտրված մարդիկ ենք, բայց ամեն դեպքում մեր անելիքները ինչ է հիմա։ Հայաստանը այսօր այս վիճակում է եւ մեր սփյուռքահայության համախմբման կարևորության այս հայստեղի հայերի տարանջատումներն էլ կան, այսպես իրար նկատմամբ պատելության մթնոլորտ կա, անջրպետ կա ինչ որ անհասկանալի, մեր անելիքը ստեղ ինչ է։
Սփյուռքը Ստեղ ինչ քարոզ ենք ստեղի ժողովրդին, որ ինչ եղեք, ինչքան sense անտարբեր եղեք ամեն մեկը ձեր գրպանի կարողության մասին մտածելով, ձեր հա լավ կուշտենք եւ այլ այս կոմենկոմ 2 կոպեկ էլ կարանք տանք ուզողին, բայց միջև երբ ես լավ։ Սփյուռքը միշտ օգնել է մեր հայրենիքին։ Սփյուռքը միշտ եղել է Հայաստանի կյանքում եւ շարունակում է լինել, թե իր գումարներով, թե իր ներկայությամբ Սփյուռքը շատ կարևոր դեր է խաղում եւ խաղացել է, պատերազմի ժամանակ էլ ականատես եղար։ Մենք այստեղ փորձում ենք պահենք մեր հայությունը եւ զարմանալի է, որ ես Հայաստանից եկա Միացյալ Նահանգներ նոր սկսեցի ճանաչել, թե ով եմ ես եւ իմ ինքնությունը, որ ես իրականում հայ եմ, իսկ Հայաստանում չգիտես ինչու ունեի եւ չէի գնահատում։ Եվ կարծում եմ, որ տարբերություն չկա Սփյուռքի հայի եւ Հայաստանում, Հայաստանաբնակ հայի, մեր միջև միակ տարբերությունը ժամայինն է եւ միգուցե մեր կենցաղը։ Բայց մենք հայ ենք։ Մեր անելիքների մասին խոսենք հաղորդման երկրորդ մասում։ Իհարկե։ Սիրելի հեռուստատողներ, այս պահին մեր հաղորդման առաջին մասը փորձենք այսպես ներկայացնել ձեզ։ Մենք կհանդիպենք հաղորդման երկրորդ մասում եւ կշարունակենք զրուցել Սփյուռքի անելիքների մասին եւ իհարկե Շպորոտի հետ պարզապես պետք է խոսենք նաեւ այսօրվա շոու բիզնեսի մասին։ Դե ինչ, ինչ վաղը։